Մեծարգո պարոն նախագահ, ես սկսեմ ձեր թույլտվությամբ հաշվի առնելով օրվա առանձնահատկությունը, թույլ տվեք շնորհավորել ձեզ ծննդյան տարեդարձի առիթով եւ մաղթել ձեզ առողջություն, հաջողություններ, բեղմնավոր գործունեություն, հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ձեզ կառավարության գործունեությանը ձեր ցուցաբերած կարևոր աջակցության համար։ Մենք գործնականում անգամներով ավելի շատ աշխատում ենք իրար հետ, քան լուսաբանում ենք, եւ կարևոր եմ համարում ընդգծել, որ ըստ էության կարևորագույն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնելիս կառավարության եւ նախագահի միջեւ խորհրդակցությունները շատ կարևոր ինստիտուցիոնալ նշանակություն ունեն։ Իհարկե մենք անձնական մակարդակում էլ, բայց կառավարության անդամներն էլ տարբեր հարցերով խորհրդակցում են ձեզ հետ եւ շնորհակալություն եմ հայտնում նաեւ ձեզ այդ ակտիվ ներգրավվածության համար եւ տնտեսական եւ արտաքին քաղաքական եւ ռազմավարական նշանակության այլ հարցերում եւ պիտի ընդգծեմ ձեր ներդրումը եւ պիտի ընդգծեմ նաեւ ձեր ներդրումը ընդհանրությամբ եւ ձեր գործունեությունը երրորդ հանրապետության ընթացքում ամենատարբեր կարգավիճակներով իմ գնահատանքի եւ հարգանքի հավաստիքը եւս մեկ անգամ ձեր ծննդյան տարեդարձի առիթով եւ համոզված եմ, որ այն օրակարգը, որը ձևակերպվել է եւ իրականացվում է, համոզված եմ, որ այդ օրակարգը ունի պատմական եւ շրջադարձային նշանակություն եւ իհարկե այդ օրակարգի ձևավորման գործում ձեր ներդրումը եւ աջակցությունը դժվար է գերագնահատել։ Մեծարգո պարոն նախագահ, եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել ձեզ ծննդյան տարեդարձի առիթով եւ արտահայտել իմ լավագույն մաղթանքները։ Մեծարգո պարոն վարչապետ, զգացված եմ, շնորհակալ եմ բարի մաղթանքների համար, ձեր խոսքերի համար, նաեւ պարտավորեցնող խոսքեր են։ Թող տարօրինակ չտվա, տարիքը կապ չունի, իրականում պարտավորեցնող խոսքեր են, որովհետեւ ես գնահատում եմ այն պատասխանատվությունը, որ դուք եք կրում ինքներդ որպես վարչապետ, եւ ես էլ գնահատում եմ այն պատասխանատվությունը, որ ես եմ այսօր կրում, որի հնարավորություն ինձ տրվել է, եւ այդ առումով իմ ամենօրյա աշխատանքում ես իրականում փորձում եմ արդարացնել բառը տեղին չի, ուղղակի իրականություն դարձնել այն, ինչ մասին, որ վստահ եմ մենք միասին պատկերացնում ենք, այսինքն անկախ ինքնիշխան Հայաստանը իրականություն դարձնել։ Այս գիտակցումը շատ կարևոր է եւ այս գիտակցման համար եւ այս գաղափարի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ անձամբ, որովհետեւ այսօրվա մեր հասարակության մեջ հենց այդ գիտակցման բացակայությունն է, որ տարընթերցումներ է առաջացնում եւ տարբեր տրամադրություններ։ Ես վստահ եմ, որ մարդիկ, երբ որ իրականում գնահատեն իրենց ամեն մեկի դերը նշանակությունը հենց այսօր Հայաստանի անկախ պետության կայացման գործում, մենք այդտեղ հենց այդ բանալին է, որը մեզ կտանի առաջ։ Ես ուզում եմ իրականում նաեւ շնորհակալություն հայտնել այդ սերտ համագործակցության համար եւ աջակցության համար, որ կա կառավարության կողմից, ազգային ժողովի կողմից, քաղաքական իշխանության քաղաքական պատասխանատուների կողմից եւ ես ներգրաված եմ այդ բոլոր աշխատանքներում, դուք ճիշտ նկատեցիք, մենք հանդիպումների եւ աշխատանքի մասին մեծամասամբ չի մեկնաբանվում, բայց այն որոշումները, որ ընդունվում են ռազմավարական նշանակություն ունեցող, այդտեղ մեր բոլորի մասնակցությունն է եւ ամենակարևորը, որ ես գնահատում եմ եւ դրա մասին բարձրել եմ ասում տարբեր առիթներով այն քաղաքական խիզախությունը կամքը, որ դուք եք ցուցաբերում, կառավարությունը, ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը, որը տանում է մեզ դեպի իսկապես այն գաղափարների իրականացման, որի մասին մենք բարձրաձայնում ենք, դա առաջինը խաղաղությունն է, երկրորդը իսկապես մեր անկախության հիմքերի ամրապնդումն է, մեր ինքնիշխանությունն է։ Ես չեմ խորշում կամ չեմ գտնում, որ սրա մասին պետք է շատ չխոսել։ Միգուցե ժամանակին այլ կերպ էի մտածում, գտնում եմ, որ
Այդ ամեն ինչը այնքան տրամաբանական է, որ մարդկանց պետք չի բացատրել, բայց պարզվում է այդպես չի։ Եվ ես վստահ եմ, որ մենք այս քաղաքականությամբ, մեր այս գաղափարների իրականացումամբ հաջողության դնենք հասնելու եւ ինքս ձեզ մաղթում եմ հաջողություն, ինքս ձեզ մաղթում եմ կամք, ուժ, եռանդ այդ գաղափարների իրականություն դարձնելու եւ մեկ անգամ եւս վստահ ասում եմ ձեզ, որ համոզված եմ, որ այլ ճանապարհ Հայաստանի Հանրապետության զարգացման չի լինելու։ Մեր քաղաքացիները պետք է մեր հետ միասին կառավարության առաջնորդությամբ, իշխանության առաջնորդությամբ որոշ դժվարություններ հաղթահարելով հասնեն այդ գերագույն նպատակին, անկախ պետությանը ունենալու։ Եվ մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում այս այցի համար, շնորհակալություն եմ այդ մեծ բարեմաղթանքների համար, անկախ էլի տարիքից միշտ ծննդյան օրը այսպես շնորհավորելը շատ յուրահատուկ է եւ նաեւ շատ անձնական զգացմունքներ է առաջացնում, որի համար շնորհակալ եմ։ Պատիվ եմ Ինձ համար